Ողջույն սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ, որ հետևում եք ինձ։ Ձեզ հետ է Ռոբերտ Մարգարյանը, այս անգամ Facebook-յան էջից կրկին Կիրակի է եւ ինչպես խոստացել էինք, յուրաքանչյուր Կիրակի օր այս պահին, այս ժամին միասին հանդիպում ենք հիմա մի քիչ էս մեկում։ Ընդհանրապես վերջին ամիսների ընթացքում ես YouTube-յան Ալիքոյի լայվերով էի ձեզ հետ շփվում։ Հիմա փորձեցի այս անգամ վերադառնալ կրկին Facebook-ի հնարավորություններից օգտվել լայվի համար։ Հիմնականում YouTube-ում աշխատելը մի քիչ, այդպես ասած, իր յուրահատկություններն ունի տեխնիկական առումով։ Հիմա ես դեռ պիտի մի բան սովորեմ այդ ամեն ինչը, որպեսզի կարողանամ ավելի լսարանը ապահովել, բայց հիմա Facebook ավելի կարծում եմ հեշտ եւ հասանելի լսարան հատկապես այս պահերին։ Հետաբար այս լայվը կանեմ Facebook-ում, բայց ինչպես գիտեք, Facebook-ը երկար ժամանակ լայվերը չի պահում։ Եթե չեմ սխալվում, վերջին կարգավորումներով, որ ունի Facebook-ը, 1 ամիս անց այդ լայվերը հեռանում են, հետաբար այս լայվի ավարտին տեսագրություն այս լայվին ամբողջությամբ իմ YouTube-յան ալիքում կլինի, ամեն դեպքում YouTube-յան ալիքը կա, այնտեղ տեղադրվելու է, կարող եք հետո գնալ եւ YouTube-յան ալիքից հետևել եւ ուրեմն այնտեղ ակտիվ լինել։ Իսկ մինչ այդ կխնդրեմ նաեւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, ձեր լայքերը, ձեր կոմենտները թե այնտեղ, թե այստեղ օգնում են, որպեսզի բոլոր այս պլատֆորմերում, այդպես ասած, ալգորիթմների համաձայն ավելի շատ մարդկանց դա հասանելի դառնա։ Կաֆե պոլիտիկ հաղորդաշարի հիմա արդեն 30-րդ համարն է, որ այսօր ձեզ եմ ներկայացնում։ Այս համարների ընթացքում փորձեցինք խոսել, զրուցել տարբեր քաղաքական թեմաների մասին, հիմնականում այն թեմաները, որոնք անցած շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել։ Իսկ այսօր բազմաթիվ թեմաներ կային, որոնց մասին ես որոշել եմ եւ ուզում էի խոսել, բայց առավոտյան այստեղ արթնալուց ամիջապես եմ լուրերն եմ ստուգում առավոտը շուտ, նկատեցի, որ արդեն ուժեղ Հայաստանը որոշում ունի, ինչը կանխատեսելի էր, որպեսզի մանդատները վերցնի եւ ազգային ժողով մտնի։ Իհարկե դեռ Հայաստան դաշինքից որևիցե հայտարարություն չի եղել պաշտոնական առումով, բայց կարելի արդեն կանխատեսել, որ եթե ուժեղ Հայաստանը մանդատները վերցնում է եւ ազգային ժողով է մտնում, դժվար թե Հայաստան դաշինքը որոշի հակառակ ուղղության գնալ, գրեթե բացառված է եւ կարելի է ենթադրել չի ուշանալու պաշտոնական հայտարարությունը նաեւ Հայաստան դաշինքի եւ նրանք էլ մտնելու են ազգային ժողով եւ չնայած բոլոր այն ընտրակեղծիքների թարաշահումների թվերի նկարմանի արդեն գիտեք չխոսենք դրանց մասին սահմանադրական դատարանի այդ անօրինական որոշման մեկը ամեն դեպքում անկախ մեր կամքից եւ ցանկությունից ազգային ժողովը ձևավորվում է եւ մենք ունենալու ենք 9-րդ գումարման ազգային ժողովը։ Վերջի շրջանում ամենակննարկվող թեմաներից մեկը եղել է այն եւ շարունակում է մնալ այն, թե ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, թե չպետք է վերցնի մանդատները եւ որն է ավելի ձեռնտու։ Այդ մասին բնականաբար երկու տեսակետ կա։ Մեկ մաս համաձայն էին, որ ընդդիմությունը վերցնի մանդատները, մեկ մաս ասում էին չվերցնի մանդատները եւ բնականաբար երկուսն էլ ունեին իրենց տրամաբանությունը, թե ինչու են այդ որոշման, ինչու այդպիսի կարծիք ունեն, բայց վերջո վերջնական որոշողը քաղաքական ուժերն են, որոնց պատկանում այդ մանդատը եւ մենք ամեն դեպքում դրսից նստած նայելով մեր որոշումները էմոցիոնալ են, երբեմն հերվից նայելով, հերվից դատելով, պատկերացում չունենալով ընդհանրապես իրականությունների մասին, որ տեղի է ունենում քաղաքական դաշտում, բայց այդ քաղաքական ուժերը, ովքեր թոհուբոհի մեջ են, աշխատանքի մեջ են, գործընթացների մեջ են, բնականաբար ընդունենք, որ մեզանից մի քիչ ավելի հեռուն են կարողանում տեսնել, նրանք իրավունք չունեն տրվել էմոցիաների, նրանք պարտավոր են լինել մնալ տրամաբանության դաշտում եւ օրենքի համաձայն եւ ինչ որ այդպես ասած այդ պահին տրամաբանությունն է իրենց թելադրում, համաձայն դրան գնալ առաջ, շարժվել եւ որոշումներ կայացնել։ Հիմա այս փուլում նրանց որոշումը եղել է այն, որ մանդատները վերցնեն եւ ունեն իրենց տրամաբանությունը մանդատները վերցնելու կապակցությամբ։ Իսկ հետաքրքիր այս դեպքում երկու խումբ ես նկատեցի, որ դժգոհ են ընդհանրապես, որ ընդդիմությունը մանդատները վերցնում է, մտնում է ազգային ժողով։ Իհարկե, բացի հասարակ բարձ ժողովուրդը, ովքեր անշուշտ արդարացիորեն պահանջներ ունեն, ցանկանում են ինչ-որ փոփոխություն, մեծ հույսով, պես ակնկալիքներով մասնակցել են ընտրություններին, ընդդիմությանը ձայն են տվել, որպես իշխանափոխություն լինի, եւ հաստատ ընդդիմությունն էլ դա էր ցանկանում, բայց անկեղծ ասած, ձայները
որոնք անհրաժեշտ էին խորհրդարանական ընտրություններով իշխանափոխության համար, հիմա տարբեր պատճառներով, ես դրանց մասին նախորդ լայվի ժամանակ մանրամասը խոսել եմ պատճառները, հնարավոր չի եղել բավարար ձայներ հավաքել, եւ դա ընդդիմության մեղքը չի, որ ժողովուրդը չի գնացել իրեն ձայն տալ։ Հիմա իրենք ինչ որ բաժնով իրենք գուցե քարոզչան առումով գուցե խնդիր ունենան, բայց ամեն դեպքում ժողովուրդն է, որ անտարբեր ամնացել, շարունակել է անտարբեր մնալ, չի մասնակցել իր ճակատագրի որոշմանը եւ այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Հետաբար ամեն ինչի մեղքը դնել ընդդիմության ուսերի վրա մեղավորությանը, կարծում եմ անարդար պետք է լինի, քանի որ նրանք ամեն դեպքում իրենց աշխատանքը տարել են, մտել են գործընթացի մեջ, ֆինանսական հսկայական ներդրում են արել, ժամանակ են հատկացրել, քարոզարշավ են արել, մեկ ամիս շարունակ մարզից մարզ, առավոտից գիշեր հանդիպումներ, ժողովրդի հետ այդպես ասած բացատրություն, փորձել են ժողովրդին համոզել, որ գան ընտրությունների մասնակցեն, բայց ամեն դեպքում դա հնարավոր չի եղել եւ դա չի ստացվել։ Եվ ամեն դեպքում ես ժողովրդի այդ պահանջները արդարացնում եմ։ Խոսքը անշուշտ ժողովրդի այդ հատվածի մասին չի, որ ակնկալում էր չգնան, չվերցնեն մանդատները։ Հիմա անշուշտ ես ժողովրդի այդ հատվածին հարց եմ տալի, լավ, ժողովուրդ մանդատները չվերցնելով ինչ եք անում, դուք գալու եք փողոց, հաստատ կասեք այո, բայց դուք այն հատվածն եք, որ միշտ էլ փողոցում եք եղել։ Խնդիրը այն է, որ կանհրաժեշտ է փողոցում լինի ժողովրդի այն հատվածը, որ ընդհանրապես ընտրություններին էլ չի մասնակցել, փողոցային պայքարին էլ չի մասնակցում։ Հետևաբար հիմա ուրիշ տարբերակ չլինելու դեպքում կարծում եմ այս փուլում միակ տարբերակը, որ գոյություն ունի, գոնե ժողովրդի համար ես պիտի բացատրեմ, դա է, որ ազգային ժողով մտնել եւ մանդատները վերցնելն է։ Իսկ երկու խումբ քաղաքական ուժերի մեջ, քաղաքական այդպես ասած, մի քիչ այդպես ասած բարձրանալու վերև քաղաքական խմբավորումների կամ Facebook-յան ակտիվ այդպես ասած բլոգերների, քաղաքական գործիչների կամ խմբերի ես կարող եմ առանձնացնել, ովքեր մի տեսակ կարծես դժգոհ են, որ ընդդիմությունը մանդատներ վերցնել։ Առաջինը դեպքը բնականաբար ԿՊԱ-ականներն են, տեսանք, որ Ռուբեն Ռուբինյանի Հայաստանի ազգային ժողովի ապագա նախագահի, գիտեք, նույնիսկ պատկերացնելը մի քիչ դժվար է Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահի պաշտոնը պատկերացնել, իհարկե դժվար էր նաև Ալեն Սիմոնյանին պատկերացնել, դե 5 տարի պատկերացրեցինք, հիմա առայժմ պարտավոր են գոնե այս փուլում նաև Ռուբեն Ռուբինյանին պատկերացնել, տեսանք լայվ էր մտել եւ փոխարեն հակառակ այն բանի, որ քաղաքակիրթ աշխարհում է լինում, հակառակ ընտրությունների արդյունքների ինչ է լինում, ասեկոսեների ինչ է լինում, բողոքը, պայքարը ինչ է լինում, ինչպիսի խոսակցություններ են եղել քարոզարշավի ժամանակ, ինչը տրամաբանական է, իշխող ուժը իր դիրքերից ելնելով քաղաքակիրթ աշխարհում էթիկայի կանոններից ելնելով հետևյալն է, որ լայվ է մտնում, քաղաքակապես հարգալից վերաբերվում ընդդիմության կապակցությամբ, ողջունում ընդդիմության որոշումը, որ որոշել է մանդատները վերցնի մտնի ազգային ժողով եւ միասին աշխատեն, միասին եւ փորձում է իրավիճակը հանդարտեցնել, բայց տեսնում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը ընդհանրապես այդ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ընկալված այս սովորությանը ճիշտ հակառակն է գնում, ինչը ասենք արդեն վաղուց ԿՊԱ-ականներն են գնում եւ սկսում է սպառնալիքներով կարդալ, որ կա այլ միջև վերջինը ձեզի ջախջախելու են, քաղաքականապես այսպես են անում եւ բռնության պարզապես կոչեր է հնչեցնում, դեռ ազգային ժողովը չձևավորված։ Շատ պարզ է, որ այս մարդիկ կարծում եմ կարելի հասկանալ, որ խիստ դժգոհ են։ Իրենց համար ամենացանկալի տարբերակը կլիներ այն, որ ընդդիմությունը չվերցներ մանդատները եւ չմտներ ազգային ժողով։ Ես հիմա թվերով կբացատրեմ ձեզ համար, որ եթե ազգային ժողով այս մարդկանց համար ինչու դա դուր չի գալիս, որպեսզի մանդատները վերցրելա ընդդիմությունը եւ մտելա ազգային ժողով, ինչ է փոխում իրավիճակում եւ եթե չմտներ ազգային ժողով չվերցնեին, ինչ տեղի կունենար ազգային ժողովում հոգուտ ԿՊ-ի։ Ամեն դեպքում տեսնում ենք առաջին դժգոհ քաղաքական ուժը ազգային ժողով մտնելուց ընդդիմությանը հենց ԿՊԱ-ականներն են իրենց ոճով, իրենց պահվածքով, որը վերջի շրջանում ցուցաբերել են, սկսած Նիկոլով, մինչև Ռուբեն Ռուբինյան, վերջացած մինչև ամենավերջին նորաթուխ ԿՊԱ-ականով, որ հիմա ցուցակի մեջ ներառվելով մտել է ազգային ժողով։ Իսկ հետաքրքիր կերպով ընդդիմության մեջ նաև կա մեկ խավ, որը մի տեսակ առավոտից ես նկատեցի, հիմա դժգոհ են, որ ընդդիմությունը մանդատներ վերցնում մտնում ազգային ժողով։ Մի մասը շատ բացահայտ է խոսում, օրինակ Մալյան Նարեկը դրանք մանդատները հոգիներ, մանդատների համար ծախածներ անվանում դրանց։ Իսկ մի մասն էլ հիմա փորձում է մի տեսակ քողարկված բան, օրինակ Միրան Հակոբյան տեսա մի հատ այդպես կրկեսի նկարեր դրել, դե պարզ ազգային ժողովը փորձում է կրկեսի ձևավորի կամ քաղաքական դաշտը նմանեցնի։ Եվ հիմա մի քիչ ավելի շատ Ռան Մելիք-Շահ Նազարյան կամ մյուսներ, որ մի տեսակ դժգոհելով, որ ընդդիմությունը վերցրել է մանդատները, բայց դե ամեն դեպքում իմանալով, որ այս պահին գուցե բացահայտ կերպով էլ դեմ գնալ լավ չի լինելու, հիմա
այսպես ասած երկու կողմն էլ փորձում են պահել, բայց մեծ է դժգոհությունը այդ խավի մոտ, ես կարելի այդպես ճակերտյալ ասել մի շիկնոց, շատ հստակ է, որ նրանք էլ դժգոհ են, որ ազգային ժողովը այսպես ձևավորվում է։ Հիմա նրանց պատկերացումն են նա, որ չի լինի, չի ձևավորվի, հիմա իրավիճակը այսպես խառը կմնա, ամեն դեպքում մենք գիտենք, որ ամեն դեպքում կամ համոզված եմ կամ կարծեմ ձեզ այն շատերն էլ ովքեր հետևում եք ինձ եկել եք այդ համոզման, որ այս ամբողջ շրջանում ամեն դեպքում Նիկոլին իշխանության պահողը, ինչ-որ ծրագրեր իրականացնողը հիմքում եղել է հենց այդ խումբը իր լայվերով, իր քաղաքական գործունեությամբ, իր քարոզչական դաշտում լրատվամիջոցներով որ ունեցել է, փորձելով պղտորել ընդդիմադիր դաշտը պարակտելով հասնել նրան, որ Նիկոլը մնա իշխանության։ Ու հիմա մանդատները վերցնելով մի տեսակ կարծես այս մարդկանց ծրագրերն էլ սկսում է խափանվել եւ ամեն դեպքում այդ բացարձակ մեծամասնությունը, որ Նիկոլը պետք է ունենար եւ կարողանար իր սև աշխատանք ինչքան շուտ ավարտին հասնել, իր սև աշխատանք ավարտից հասնելուց հետո բնականաբար հետո պիտի գտնեին իրեն ռադ անելու ձևը ու ամեն ինչը հետ վերցնեին։ Հիմա մի քիչ կարծես էլի հետաձգվում է, որտեվ ամեն դեպքում Նիկոլի պես ասած ծրագրերը սահմանադրություն փոխել բան, այս փուլում, ինչպես Նարեկ Կարապետյանն էլ այսօր շատ ճիշտ ասեց, մի տեսակ այդպես շատ կոշտ պատի է հանդիպել եւ ազգային ժողով մտնելով ընդդիմությանը ամեն դեպքում այդքան հեշտ չի լինելու իշխանությունների համար դա իրականացնելը։ Իսկ ինչու ձեռնտու չի ԿՊ-ին, որպեսզի ասենք ընդդիմությունը մանդատները վերցներ եւ մտներ ազգային ժողով։ Ես ուզում եմ մի հատ այդպես հայմատության եզր անցկացնել թվային կարգով նախորդ ազգային ժողովի եւ ներկա ազգային ժողովի կազմի մեջ, որպեսզի դուք հասկանաք ինչ է տեղի ունեցել եւ ինչ է փոխվել եւ ինչն է լուրջ մտահոգություն պատճառում ԿՊ-ականներին, թեև իրենք ամեն դեպքում այդ հունիսի 7-ի այդ գիշերվա այդ այնց մտահոգ վախեցած դեմքերը հիշում էիք, ամեն դեպքում իրենք կարողացան այնպես անել, որ թվեր նկարեն, մտնեն ազգային ժողով իշխանությունը վերցնեն, բայց դե ինչքան էլ որ թվեր փորձեցին նկարել, չկարողացան այդ սահմանադրական կամ սահմանադրությամբ անհրաժեշտ կարևոր մեծամասնությունները իրենց համար ուրեմն ապահովել։ Գնացին դիտեցան նույնիսկ ուրեմն Բարգավաճ Հայաստանի մանդատները գողացան առաջին անգամվա համար մեր պատմության մեջ նույնիսկ 56 թվականին այդպեսի բան չէ, մանդատագողություն տեղի ունեցավ, պարզապես մի քանի 100 կամ 1000 այն չեղյալ հայտարարելով մի 50,000 ուղակի քվարկողների ձայները անտեսեցին եւ այդ ձայները վերածեցին մանդատների դրեցին իրենց գրպանը, բայց ամեն դեպքում դա էլ բավարար չեղավ, որպեսզի կարողանան ինչ-որ բան անել։ Հիմա թվերը ներկայացնեմ ձեզ, որպեսզի ապացույցներով եւ փաստերով խոսենք, որպես շատ հստակ լինի ինչի մասին է խոսքը։ 8-րդ գումարման ազգային ժողովը, որ արդեն գրեթե կարելի ասել հասավ ավարտին, ուներ 107 պատգամավոր։ 107 պատգամավորներից 107 մանդատ ազգային ժողովում, 71 մանդատ ուներ ԿՊ-ն, այդ ազգային ժողով, 36 մանդատ ուներ ընդդիմություն, այդ 36 մանդատից 29 Հայաստան դաշինքին էր, 7-ը ուրեմն պատկանում էր պատիվ ունեմ դաշինքից։ Գիտեք, ազգային ժողովում կան սահմանադրությամբ պես ասած որոշված մեծամասնություններ քվարկությունների ժամանակ, որոնք անհրաժեշտ են որոշումներ անցկացնել։ Դա պարզ մեծամասնությունն է առաջինը, այսինքն 51% ձայն ունենա սովորական որոշումներ ընդունելու համար, քվորում ունենալու համար։ Եվ ամեն դեպքում ԿՊ-ն նախորդ ազգային ժողովում էլ ուներ, հիմա էլ ունի։ Իդեպ ասեմ, հիմա ունեն 105 պատգամավոր, ազգային ժողովում կա 105 մանդատ, այդ մանդատներից 64 մանդատ ունի ԿՊ-ն, 41 մանդատ ունի ընդդիմություն, այդ 41 մանդատներն էլ բաժանվել հետևյալ կերպով 29 մանդատ գլխավոր ընդդիմություն, ինչպես նախորդ ազգային ժողովում ընդհանրական Հայաստան դաշինքն ուներ, հիմա ուժեղ Հայաստան դաշինքն ունի, իսկ արդեն երկրորդ ընդդիմադիր ուժը, որ նախորդ ազգային ժողովում ուներ ընդամենը 7 մանդատ պատիվ ունեններ, այս ազգային ժողովում Հայաստան դաշինքն է եւ ունի 12 մանդատ։ ԿՎՆ-ները ինչպես են փոխվել, մանդատները ինչպես են փոխվել, ԿՊ-ի մանդատները 7 մանդատով պակասել է այս ազգային ժողովում, այսինքն 71 մանդատից իջել է 64 մանդատի։ Նախորդ 71 մանդատի փոխարեն ազգային ժողովում հիմա ԿՊ-ն ունի 7 մանդատ կամ 64 մանդատ կամ 64 ձայն։ Ընդհակառակը ընդհանուր ընդդիմության ձայները կամ մանդատները աճել են։ Նախորդ ժողովում, ազգային ժողովում ընդդիմություն ուներ 36 մանդատ, անվանապես այդպիսին էր, իսկ հիմա ունի 41 մանդատ։ 5 մանդատ ավելացել է, այսինքն 7 մանդատ ԿՊ-ն կորցրել է, ընդդիմությունը 5 մանդատ ձեռք է բերել։
Հիմա մեծամասնությունները ինչպես են լինում, ամենակարևորը 51%-անոց մեծամասնությունն է, որ նախորդ ազգային ժողովում էլ կար, այս ազգային ժողովում էլ կա, ԿՊ-ն ամեն դեպքում այդ մեծամասնություն ունի, նիստերի քվորում գումարելու համար մեկ անդիմություն լինի, չլինի, գնան, չգնան, քվորում ինքը կարող է ապահովել, նիստ կարող է գումարել, սովորական որոշումներ, սովորական այդպես ասած որոշումներ, որոնք 51% պարզ մեծամասնության կարիք ունեն, դրանք կարող է ընդունել։ Բայց Սահմանադրությամբ եւ ազգային ժողովի կանոնակարգով նաեւ կա մեկ այլ մեծամասնության անհրաժեշտ, սրա մասին վերջին մեկ ամսվա ընթացքում շատ է խոսվել, հիմա մի անգամ թարմացնենք, որպեսզի պարզ դառնա ձեզ համար։ Առաջինը 3/5-րդի մեծամասնությունն է, որը անհրաժեշտ է որոշ կազմերի ընտրության համար, այսինքն ԿՀՎ-ի հանձնախմբի անդամների ընտրությունն է, եթե չեմ սխալվում նախագահի ընտրությունն է, Սահմանադրության որոշ կետերի փոփոխությունն է, մեծ թվով այդպես ասած որոշումներ ընդունելու համար ազգային ժողովը կարիք ունի 3/5 մեծամասնության։ Նախորդ ազգային ժողովում պատկերը ինչպես էր, ԿՊ-ն ուներ 71 մանդատ, 107 падգամավորով ազգային ժողովում, 3/5-ը 71-ի դառնում է 65 մանդատ, այսինքն իրեն անհրաժեշտ էր 65 մանդատ, ԿՊ-ն ուներ 64 մանդատ, բայց ինչ արեց, հենց առաջին, այդպես ասած, դեռ մեկ քանի ամիսն էլ չանցած, Իշխան Զաքարյանին պոկեց պատիվունեմից, դարձրեց անկախ падգամավոր, մի տեսակ այդ մեծամասնությունը ինք իր համար արդեն իսկ երաշխավորված կերպով այդ 3/5-ը ձևավորեց, որպեսզի ինքը դա ունենա, որպեսզի մտահոգ չլինի այդ 3/5-ով կարողանա առաջնորդվի եւ ուրեմն գնա առաջ։ Ներեցեք 3/5-րդի դեպքում ինքը կարիք ուներ 65 ձայնի, ուներ արդեն 71 ձայն, 3/5-րդի դեպքում, այսինքն խոշոր որոշումներ կայացնելու, անդամներ ընդունելու կազմերի համար ոչ մի դժվարություն նախորդ ազգային ժողովում չուներ, ես թվերը այստեղ ներկա ազգային ժողովի հետ շփոթեցի։ Ուրեմն ուներ 71 մանդատ, 3/5-րդը 71-ի դառնում է 65, 107-ի դառնում է 65, ուրեմն ինքը ամեն դեպքում 3/5-րդը ուներ, որպեսզի կարևոր որոշումներ ընդուներ, կազմերի դատախազ ընտրեր եւ նման ընտրություններ կատարեր եւ որևիցե ընդդիմությանը կարիք չուներ այդ հարցում։ Այս ազգային ժողովում իրենք այս հարցում ունեն լուրջ խնդիր, քանի որ ունեն 64 մանդատ, իրենց անհրաժեշտ է 63 ձայն։ Այս դեպքում 3/5-րդի դեպքում մասամբ իրենց խնդիրները այս հարցում լուծված, այսինքն դեռ մեկ ձայնը իրենք ավել ունեն եւ կարող են ամեն դեպքում այդ 3/5-րդը մասամբ առաջնորդվել եւ առաջ տանել։ Խնդիրը վերաբերում է մեկ այլ մեծամասնության, 2/3 մեծամասնության, որը անհրաժեշտ է Սահմանադրության կետեր փոխելու, ինչպես տեսնում եք շատ հաճախ Սահմանադրության կետեր են դնում, արագ փոխում են։ Այդտեղ անհրաժեշտ է 2/3 մեծամասնություն։ Նախկին ազգային ժողովում 107 հականոց ազգային ժողովում իրենք ունեին 71 մանդատ, իրենց անհրաժեշտ էր 72 մանդատ, որպեսզի այդ 2/3-ն ունենան, Իշխան Զաքարյանին պոկելով բանանելով այդ 72-ը ամեն դեպքում իրենց համար ապահովեցին։ Այս ազգային ժողովում, որտեղ կա 105 падգամավոր, դկա 2/3-ը դառնում է 70 падգամավոր։ Այսինքն իրենք 70 ձայնի կարիք ունեն, որպեսզի կարողանան ազգային ժողովում կարևոր որոշումներ ընդունեն, իդեպ Սահմանադրության կետեր փոխեն եւ մի շարք կարևոր որոշումներ ընդունելու համար։ Այս պահին իրենք ունեն ընդամենը 64 ձայն ներկա ազգային ժողովում։ Հետևաբար 6 ձայն պակաս ունեն եւ իրենց անհրաժեշտ է նմանատիպ որոշումներ ընդունելու համար, Սահմանադրություն փոխելու համար, հիմա իրենք այլևս չեն կարող միանձնյա նիստ գումարել, Սահմանադրություն փոխել, Սահմանադրական կետեր փոխել, տեսակ, արդեն վերջինը մի քանի օր առաջ դա կատարեցին, օրենքների մեջ փոփոխություններ մտցրեցին, հիմա նոր ազգային ժողովում այդքան էլ դա հեշտ չի լինելու իրենց համար, որտեղ անհրաժեշտ է լինելու ամեն դեպքում 6 ձայն ընդդիմությունից ստանալ, որը կարծում եմ բավական դժվար աշխատանք է լինելու։ Հետևաբար իրենց ամբողջ դժգոհությունը կարծում եմ գալիս է այդ կարևոր մեծամասնությունից, որ իրենք չունեն, այդ 2/3 մեծամասնությունը, որ իրենց այս պահին խիստ կերպով բացակայում է ազգային ժողովում։ Հիմա, եթե ընդդիմությունը մանդատները չվերցներ եւ չմտներ ազգային ժողով, ես միշտ էլ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, չնայած նրան, որ օրենքում ինչ է գրված, հարգելի Արփին Հովհաննիսյանը բազմաթիվ բացատրություններ տվեց, օրենք է ասում, օրենք են անում են ասում, նախորդ կարծում եմ լայվի ժամանակ էլ բացատրեցի, մեկը հիշենք, որ մենք գործ ունենք ԿՊ-ի հետ, նրանք եւ Սահմանադրական դատարանն էլ տեսանք արդեն լրիվորեն իրենց կողմն է, իրենց համար դժվար չէր
հիմք ընդունելով 101-րդ կետի, թե չեմ սխալվում, ընտրական օրենսգրքի, որը պահանջում է ազգային ժողովում անպայման լինի 3 քաղաքական ուժ, շատ հանգիստ կերպով կարող էին այդ մանդատները ուրեմն տրամադրել հաջորդ քաղաքական ուժերին, որոնք իդեպ ժողովրդից ավելի քիչ ձայներ էին ստացել, ազգային ժողով մտնելով այդ ձայները, եթե հայմատություն էր նկատի առնելով, այլևս մանդատների բաժանումը այսպես չէ լինի, ամենայն հավանականությամբ ԿՊ-ն կստանար գուցե մինչև 80 պատգամավոր, ընդդիմությունը շատ ավելի քիչ մանդատներ կունենար եւ այդ նպաստավոր պայմանները, որ իրենք ցանկանում էին ունենալ սահմանադրության փոփոխության համար, իրենք ամեն դեպքում կունենային, բայց հիմա ներկա ազգային ժողովում այս կազմով որ ձևավորվել է 64 պատգամավոր ԿՊ-ն 41 պատգամավոր ընդդիմությունը 29 ուժեղ Հայաստան 12 Հայաստան դաշինք ամեն դեպքում այդ 2/3 մեծամասնությունը որպեսզի կարողանան հեշտությամբ սահմանադրություն ընդունել եւ մի շարք այդպես ասած օրենքներ ընդունեն չեն ունենալու եւ լուրջ խնդրի դիմաց են ուրեմն կանգնելու Սա կարծում եմ հիմնական պատճառն է, որը կարող եմ պետք է ժողովրդին շատ հստակ կերպով բացատրել։ Իհարկե այսօր Լարեկ Կարապետյանը խոսեց այդ մասին, բացատրեց թե իրենք ինչու են որոշել մանդատները վերցնել։ Բայց անկեղծ ասած հիմա ինձ համար խնդիրը լուծված է մանդատներ վերցնելու։ Ես ոչ մի բացատրության կարիք չունեմ, որպեսզի այդպես ասած մեկ ինձի համոզի պիտի վերցնեն, չվերցնեն։ Անկեղծ ասած նախորդ ազգային ժողովում ես 100%-ով համաձայն էի։ Այս ազգային ժողովում մի տեսակ սիրտս կախա պետք է վերցնել թե չվերցնել, բայց ելնելով հենց այն բացատրությունից, որը սկզբում տվեցի, վերջնական որոշողը ամեն դեպքում իրենց լավն ու վատը քաղաքական ուժերը մեզանից ավելի լավ են կարողանում գիտակցեն, ամեն դեպքում նրանք շատ ավելին են կարողանում տեսնել, շատ ավելի հեռուն են կարողանում տեսնել, քան մենք ենք տեսնում Իրենց այս պահին ընդունած որոշումը ամեն դեպքում ինձ համար հարգելի է եւ ուրեմն ընդունելի է եւ ես պաշտպանում եմ այդ որոշումը։ Հիմա հետաքրքիր է շատերը հիմա ամեն դեպքում այս իրավիճակի ստեղծման համար անշուշտ կա մեկ գլխավոր մեղավոր, ես ուզում եմ դրա մասին անպայմանորեն անդրադառնալ, դա այն փոքրատիվ խումբն է, որին ես անցած 1.5 տարվա ընթացքում շարունակաբար անդրադարձել եմ որոնք հիմարաբար թիրախ դարձրեցին Հայաստան դաշինքին այն սին պատկերացման որ ամեն դեպքում Հայաստան դաշինքին թույլ չեն տալու մտնի ազգային ժողով խայտարակելու են Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալու մանդատ ունենա ազգային ժողովում կամ ասելիք ունենա բայց դե տեսանք իրենց դա չհաջողվեց ամեն դեպքում Հայաստան դաշինքը մանդատ ստացավ 12 մանդատ ստացավ եւ ազգային ժողովում ներկայացුණա բայց իրենց սև եւ կեղտոտ աշխատանքի արդյունքում եղավ այն որ Հայաստան դաշինքը ամեն դեպքում 9 ասենք հիմա գուցե պոտենցիալ 15-16% ձայնի փոխարեն որ դիմաց որ կարող էր ես իմ համոզմամբ եթե այդ կեղտոտ քարոզությունը չլիներ եթե փոխարեն կեղտոտ քարոզություն տանելու գային կանգնեին փորձեին համոզել ժողովրդին որ մեկը անդիմացությունը կա սխալներ գործելա բայց եկեք կանգնենք իրենց թիկունքին փորձենք անել ամեն ինչ որպես իրենք հաջողեն դա չարեցին եթե դա անեին Ես կարող եմ ձեզ վստահեցնել սիրելի ժողովրդյան սերինկերներ, որ Հայաստան դաշինքը պոտենցիալ ուներ 15-16% ձայն հավաքելու հնարավորություն, այսինքն մոտավորապես 5% կամ 6% ավելին, քան այն ինչ որ այսօր հավաքել։ Բայց 5-6% ավելյալ հավաքելով հաստատ եմ ձեզ ասում, որ այսօր ազգային ժողովի պատկերը լրիվորեն տարբեր է լինելու եւ ամենայն հավանականությամբ մենք այսօր իշխանափոխված Հայաստան ենք ունենալու։ Բայց ամեն դեպքում այս մարտիկ Ռոբերտ Քոչարյանի նադու արեցին այնպես որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ամեն դեպքում իրենց ծև աշխատանքում չհաջողեցին խայտարակվեցին քանի որ Ռոբերտ Քոչարյանը մտավ ազգային ժողով Հայաստան դաշինքի պատգամավորներով նույն կազմով մոտավորապես մտավ ազգային ժողով բայց արդյունքում ավելի քիչ թվերով ինչը բերեց նրան որ Նիկոլ Փաշինյանը այսօր մնում է իշխանության եթե այսօր այս պատկեր ունենք ազգային ժողովում Թող որից եմ թող այդ մարդիկ չփորձեն իրենց մեղքը գցել ուրիշի գրպանի կա եւ շարունակում են մնալ մեկ գլխավոր մեղավոր եւ այդ գլխավոր մեղավորներից են Նարեկ Մալյանը եւ այդ թիմը որոնք կային եւ ցավոք եմ ուզում արձանագրել որ թվից մարդ կա որ հիմա մտել է ուժեղ Հայաստանի դաշինքի մեջ 13-րդ համարի տակ ժամանակին բողոքում էր որ մանդատները ինչու եք վերցնում ինչու եք ուզում գնալ բոքսի տանձիկ դառնալ ընդդիմության իշխանության համար ԿՊ-ների համար ձեզ պատիվ է բերում մանդատի ասած մանդատի ցավ ունեք գնաք մանդատ վերցնեք
ու հիմա ինքը հանգիստ այդտեղ մանդատա փորձում վերցնել եւ մտնել ազգային ժողով, պարզապես թքած ունենալով իր բոլոր սկզբունքների վրա։ Նույնիսկ նվազագույն սկզբունքայնություն այս մարդկանց մեջ գոյություն ունի, որ եթե դու ասել ես մի բան, միջև վերջ մնաց քո ասածիդ վրա։ Հիմա այսօր Նարեկ Մալյան առավոտյան մի հետարքիր գրառում էր կատարել, ես դրան լայր գրեցի, որ իսկապես Էդգար Ղազարյանի հալը հիմա հալ չի, որտեվ Նարեկ Մալյանը գրել էր Վարի լույս իրենց հոգին մանդատի համար վաճառածներին։ Հիմա իրենց հոգին մանդատների համար վաճառածներից մեկը հիմա ամենաառաջինը, կարծում եմ, հենց բաժինը հասնում իր impeachment-ից գործընկերոջը, որի հետ միասին իրենք այս ամբողջ խաղը սկսեցին շուրջ 1.5 տարի առաջ եւ վերեցին հասցրեցին այստեղ, որ մենք այս ուրեմն իրավիճակն ունենանք։ Հիմա Էդգար Ղազարյանը կարծում եմ ինձ զազրախոս անվանող Էդգար Ղազարյանը կարծում եմ հիմա ինքն է զազրախոսի կարգավիճակում հայտնվել, քանի որ ամեն դեպքում ինքը պետք է որոշի երբ էր զազրախոսությամբ զբաղվում, այն ժամանակ որ ընդդիմությանը մեղադրում էր մանդատներ վերցնելու ազգային ժողովում մնալու մեջ, թե հիմա որ ինքն է փորձում մանդատ վերցնել մնալ ազգային ժողովում։ Ամեն դեպքում եթե մանդատից բացի ես հրաժարվում եմ, մանդատ չեմ վերցնում, մնում եմ մի սկզբունքներից, որ զերո հավանականություն ունի, պարտավոր է հրաժեշտ տալ բոլոր պաշտոններին, աշխատավարձին 5 տարվա այդպես ասած եւ դուրս մնալ, վերադառնալ իր այդպես ասած live is live վազելու այդ process-ին, կամ վերցնի մանդատը եւ արժանանա այն ամեն ինչին, որ ասենք Նարեկ Մալյանը իրեն այսօր հասցագրել էր այդ ուրեմն գրառման մեջ։ Ամեն դեպքում խնդիրները թողենք իրենք իրենց մեջ լուծեն, մի տեսակ կարծես իրենց տունը կռիվ անգելի, գյուղացի համբոյի տունը կռիվ անգելի, հիմա իրենք գնան իրենց խնդիրները այդտեղ միասին լուծեն։ Բայց Նարեկ Մալյանն երեք թե անցած օր նաև մի հետարքի գրառում էր կատարել, այդտեղ նաև հաստատեց այն ինչը որ մենք երկար ժամանակ 1.5 տարի առաջվանից ասել ենք, որ թարապես impeachment-ի նպատակ չի եղել սկզբից նպատակը եղել է այն, որ Հայաստան դաշինքին փշրեն, կոտրեն, հեղինակազրկեն եւ իրենց կարճ խելքով դրան հասցել են, բայց հիմա եթե նույնիսկ իրենց կարճ խելքով պատկերացնենք, որ ենթադրենք, որ հասել են, արդյունքը եղել է այն, որ Նիկոլը մնացել է ամեն դեպքում իշխանության։ Եվ շատ այդպես ասած գրել էր, որ մեր նպատակն էր, որ գային իրենց ստորագրությունները դնեին այդ թղթի տակ։ Եա, ամեն դեպքում այդ բաժնում հաջողեցին, Հայաստան դաշինքի ստորագրությունները դրեց, բայց այդ պահից հետո ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է եղել ոչինչ չանելու եւ վստահ եմ, որ այսուհետ էլ ոչինչ չեն անելու։ Այս թեման փակեմ, բայց վերադառնամ կրկին մանդատներ վերցնելու որոշման եւ այն պատճառաբանությանը, որ ներկայացնում եմ։ Ես վստահ եմ, որ հիմա դեռ շարունակվելու է քննարկումներ եւ դրա պատճառով, որ մենք ժողովրդի աջակցություն ունենա անդիմությունը, անհրաժեշտ է ժողովրդի հետ շատ անկեղծ բացատրի մանդատները վերցնելու պատճառները։ Անկեղծ եմ ուզում ասել, որ Նարեկ Կարապետյանի այսօրվա բացատրությունները ինձ համար համոզիչ չէր։ Ինձ համար, որ ամեն դեպքում ես միշտ եղել եմ ընդդիմության աջակիցը, նույնիսկ առանց բացատրելու էլ իրենց որոշումը ես կհարգեի, իրենց կողքին կկանգնեի։ Բայց ամեն դեպքում երբ նայում եմ, այդտեղ մի քիչ տրամաբանությունը բացակայում է մանդատներ վերցնելու չվերցնելու։ Հիմա խոսվում է մենք մանդատ ունենանք, փողոցային պայքարը սկսվի, պիտի մանդատ ունենանք կամ մանդատ ունենանք, որ փողոցային պայքար սկսենք։ Ժողովուրդ ջան, մի բան եկեք բոլորս հասկանանք եւ համոզվենք։ Հույսով եմ, որ սխալվում եմ, հույսով եմ, անկեղծ ասած հույսով եմ, որ 100%-ով կսխալվեմ, բայց սխալը կլինի հարցած։ Բայց այն ինչը որ ես այսօր Հայաստանում տեսնում եմ, բոլորովին փողոցային պայքարի, այդպես ասած, նախերգանք իր մեջ չի պարունակում։ Չի պարունակում։ Ընդունենք, որ մեր ժողովուրդը ընդունակ չի փողոցային պայքարի պատճառների մասին ես բազմաթիվ անգամներ եմ խոսել։ Ամեն անգամ երբ դուք խոսում եք փողոցային պայքարի մասին, Նիկոլը մի հանգիստ շունչ ակաշում, որտեղ գիտի, որ այդպիսի բան չի լինելու։ Փողոցային պայքար չի լինելու։ Փողոցային պայքար այն ամիմաստով, որ մենք մեր աջակիցներին կասեն կգա։ Հիմա իմ ընկերները, որ միշտ եղել են փողոցում, մեր դաշնակցական ընկերները 100%-ով նրանք փողոցում լինելու են, գալու են, կանգնելու են, պայքարելու են։ Դրա մասին ոչ մի խոսք չի կարող լինել։ Հիմա դրանց կողքին էլի լինելու են մարդիկ, հենց այն թիվը, որ միշտ կան, նույնիսկ դեմքերը կարող եք նայել, մի 10,000 հոգանոց մենք բազմության մասին կարող ենք խոսալ փողոց անելու։ Դրանից ավելին Գիտեք, ես չգիտեմ ինչ պիտի լինի, որ ժողովուրդը գա փողոց։ Մի հատ նայեք ամբողջ վերջին առնվազն 3 տարվա ընթացքում մենք ինչերի միջով ենք անցել եւ ժողովուրդը փողոց չեկել։ Ամբողջ Արցախը հանձնվեց, ժողովուրդը փողոց դուրս չեկավ։ Եկեղեցու դեմ բռնաճնշումներ կիրառվեցին,
ժողովուրդը փողոց դուրս չեկավ։ Ընտրությունները կեղծեցին 50,000 մարդու ձայն, 50,000 մարդու ձայն գցեցին աղբամանը, այդ 50,000 մարդը չեկավ փողոց կանգնի, որպեսզի ինքը իր ձայները պաշտպանի։ Դա ասում են ընդդիմությունը մեզի կոչ չանի, ինչու պիտի ընդդիմությունը քեզ կոչ անի։ Եթե ես ձայն տված լինեի մետեղ, իմ ձայնս գողացած լինեին, ես կգնայի կկանգնեի Սահմանադրական դատարանի դիմաց, իմ ձայնը կպահանջեի։ Ուր էր այդ 50,000 մարդը, որ պիտի գար կանգներ Սահմանադրական դատարանի առաջ, պահանջի ասել ինչու ես իմ ձայնը գցել աղբամանը, վերածել մանդատի տվել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ասում են ընդդիմությունը պիտի կոչ անի, լավ, ընդդիմությունը կոչ չարեց, բայց դուք պիտի նստեք այսպես, երևակայեք ձեր տունը, ես ինչ գիտեմ, գող ա մտել։ Հիմա դուք չեք գալու այդ գողին դեմ դուրս գանք իրեն դուրս անեք, թե սпасելու եք մինչև մեկը հերվից ձեզ կոչ անի, ասի ախպեր տանդ մեջ գող ա մտել, արի միասին գնանք անենք, դու ելնես հետևից գնաց այդ գողին դուրս անել։ Բնական է ոչ։ Եթե քո տան մեջ գող ընկնի, գող մտնի, դու կետաս առաջինը ինքդ կպաշտպանես։ Մեր ժողովրդի ցավոք սրտի պայքարի տրամաբանություն, չգիտեմ հիմա, գուցե սա լուրջ հոգեբանական, սոցիոլոգիական ուսումնասիրությունների կարիք ունի, որպեսզի մենք հասկանանք իսկապես ինչ է կատարվում։ Ես պատճառները մի քանի անգամ բերել եմ։ Ժողովրդի հիասթափությունը, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո փողոցով դրան հանգեց եւ տեսա, որ ինչ տեղի ունեցավ, այլևս չի հավատում փողոցային պայքարին։ Անորոշությունը, որ փողոցային պայքարի մեջ հետևանքների տեսակետից չկա այն կարիզմատիկ առաջնորդ, ասենք, որ կկարողանա կրկոտ, այդպես ասած Նիկոլի ոճով ասեմ, ռետորի նման կկանգնի բեմի վրա ժողովրդին կողոքեվորի եւ ժողովուրդը իրան կվստահի կգնա։ Ցավոք սրտի չկան, նրանք էլ որ կան ընդդիմության մեկ հատվածը դրանց ոչնչացումը թույլ չի տալիս, որպեսզի կարողան, պես ասած, ամեն ինչ անում, որպեսզի այդ մարդիկ Երևան չգան։ Բռնաճնշումները, որ Նիկոլը գործադրում է, պետական այդ համակարգը, որ զարգացած է, խոշոր մեկ մասը պետական գործիչներն են, ոստիկանական, բռնապետական այդ համակարգը, որ կա, բոլորի Facebook-ները ստուգում են, հեռախոսները ստուգում են, տեսնում եք տեղից տրա չէ գալ, հեռախոս սովորական խոսակցություն եք ունենում, լուրջ մտահոգություն եք, որ մեկը մյուս կողմում արդեն գիտեք, որ անպայման ձեզ լսում են, եթե ընդդիմադիր եք։ Վաղը եթե մասնակցեք ինչ-որ ցույցի, դեռ մի հատ տեսագրությունը հայտնվի, հաջորդ օրը ձեզի աշխատանքից անելու են, աշխատանքից անեք, բա որտեղ եք գնալու աշխատանքի։ Փողոցային պայքարը պահանջում է, այսինքն մեկ շաբաթվա, մեկ ամսվա շարունակաբար առավոտից գիշեր փողոցում ներկա լինել, փողոցում ներկա լինես բանտանիքի ծախսով պիտի ապահովի։ Գիտեք, այս ամբողջ գործոնները, որոնց հետ մենք պիտի հաշտվենք, եւ Նիկոլ այս ամբողջը շատ լավ է հասկանում, եւ այդ մթնոլորտը ձևավորելով Հայաստանում ինքը գրեթե վստահություն ունի, որ փողոցային այդպիսի պայքար չլինի։ Հետաբար փողոցային պայքարի, այդպես ասած, տրամաբանության մեջ մտնել, բացատրել, որ մենք այս պատճառով ենք մանդատները վերցնում, կարծում եմ նույն այդ փողոց դուրս եկող ժողովուրդն էլ չի կարողանալու համոզել, որպեսզի մանդատները վերցնելը լավ պետք է։ Ինչ մենք նույն ոճով խոսում ենք հիմա։ Ես այդտեղ տեսնում եմ մի քիչ Էդգար Ղազարյանի հետքեր ամեն դեպքում։ Իրենք էին ասում ժամանակին, դե 36 ստորագրություն լինի impeachment-ի փաստաթղթի տակ մենք փողոց կգեներացնենք, ժողովուրդ կբերենք փողոց գեներացնողներ կա, ԿՊ-ի հետ բանակցողներ կա, այդ դեպս որ բանակցության մասին էր խոսում Նարեկ Կարապետյանը, որ պիտի գնանք բանակ։ Նախ որ ասեմ, impeachment-ի հնարավորությունը առնվազն 1 տարով փակված է։ Ազգային ժողովը որ ձևավորվեց, մինչև 1 տարի դուք չեք կարող գործող վարչապետին impeachment-ի ենթարկել։ Հետևաբար լավագույն դեպքում այս ամբողջ գործընթացները կարող է սկսվել 1 տարի անց, հետևաբար 1 տարի պետք է այս իրավիճակում հանդիպեք, իսկ մինչև 1 մնաք, իսկ մինչև 1 տարի 1001 բան կարող է Հայաստանում ուրեմն տեղին ունենալ։ Նույնիսկ impeachment-ի դեպքում էլ Սերին Նարեկ Կարապետյան, գնացեք իմ live-ը նայեք, ես ամբողջ օրենքով եմ բացատրել։ Ամեն ինչը փողոցային պայքարով չի բացատրվում։ Տասնյակ հազարավոր մարդ էլ որ փողոցում լինի, Նիկոլը էլի լծակներ ունի, ամեն դեպքում ազգային ժողովի այդ հնարավորությունները, որ ինք ունի, մնա իշխանության, իսկ դրա մասին բացատրել եմ, անհրաժեշտ չեմ գտնում կրկին բացատրեմ։ Այս սահմանադրությամբ, որ ցավոք սրտի գրվել է հատուկ նպատակներով, նույնիսկ impeachment-ի ճանապարհն էլ օրենքով փակված է, միայն այդպես մի հատ պուպուշ օրենք է դրված այդտեղ impeachment անել եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ դա էլ տեղի չունի, թե դրա հույսով եք մնալու, ամեն դեպքում դա իրականություն չի դառնալու։ Բայց այն որ պիտի մի բան անել ամեն դեպքում, այո, պիտի մի բան անել։ Ամեն դեպքում մանդատները լծակ են ազգային ժողովում լուրջ խնդիրներ ստեղծելու։ Օրինակ, սա պետք է բացատրել ժողովրդին, որ մենք գնում ենք ազգային ժողով մանդատ ենք վերցնում, որպեսզի լուրջ խոչընդոտներ ստեղծենք Նիկոլի համար, ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ ինքը չի ունենալու ոչ մի ելք, բացի հրաժարական տալուց կամ գնալուց արտահերթ խորհրդանական ընտրությունների։ Դա հնարավոր է նույնիսկ հաջորդ ամսվա ընթացքում, ընդհանրապես 1 ամսվա, 1 տարվա սպասելու կարիք կա։ Օրինակ, սա կարող է շատ տրամաբանական բացատրություն լինի։
այնպիսի իրավիճակ ստեղծել ազգային ժողով, որ վերցնել մանդատները, իսկ անհրաժեշտ պահին դրանից օգտվել եւ դժվար կացության մեջ դնել Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին։ Մի հատ բացատրություն էլ, որ տեսամ հետո գրառում էր կատարել ուրեմն Նարեկ Կարապետյանը, դրան էլ անդրադառնամ, շատ է խոսվում, օրինակներ են բերում այլ երկրներից։ Օրինակ, ասում են Վրաստանում ինչ եղավ, ընդդիմությունը չմտավ ազգային ժողով, բայց ազգային ժողովը ստեղծվեց, աշխատեց, հիմա իշխանությունը պես ասած մեծամասնություն։ Իդեպ այնտեղ մի քիչ ասում եմ, եթե չեմ սխալ, համատություն տարբեր է, որտեղ ընդդիմությունը որ մանդատ չվերցավ, չմտավ ազգային ժողով, արեմտամետ ընդդիմություններ, հիմա մի քիչ գուցե համատությունն էլ լավ չլինի այստեղ այդ համաչամ գնալ, բայց գիտեք, ես կարծում եմ ամեն հասարակություն, ցանկացած երկիր իր յուրահատկություններն ունի, իր ցուցանիշներն ունի, եւ չի կարելի որևիցե իրավիճակ, որ մեկ այլ երկրում տեղի է ունեցել, համեմատել մեկ այլ երկրի հետ եւ այդ, այդպես ասած, օրինակներին հետեւելով փորձել հստակ կանխատեսումներ անել, որ Հայաստանում եթե գնանք այդ օրինակով դա կլինի։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն դու հիմա չես կարողանում պես ասած կանխատեսում անես։ Օրենքն ասում է, որ մանդատներ չվերցնելու մասին ոչ մի բան չկա, ազգային ժողով չի ձևավորվելու, բայց Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ ձևավորի, վաղը սահմանադրական դատարան էլ հաստատման կնիկ տալ, տնի տակը եւ վերջանա։ Ինչու եմ ասում չի կարելի այդպեսի օրինակներով առաջնորդվել, հիմա բացատրեմ, եւ փոքր օրինակ բերեմ, հիմա որպես այդպես ասած թարմացնեմ մի քիչ մթնոլորտն էլ հիմա փոխվի քաղաքականությունից դուրս գան, երեք մի հետաքրքիր գեղարվեստական ֆիլմ էի նայում, հիմա այս օրերին կինոթատրոններում եթե չեմ սխալվում, չգիտեմ Հայաստանում էլ էկրան է եղել թե չէ, Pressure անունով, հիմա ճնշում կարելի ասել, նեղ վիճակ, կացություն կարելի այդպես թարգմանել, ուրեմն դեպքը իր պատմական իրական պատմություն է, համաշխարհային երկրորդ պատերազմի մասին 1944 թվականի մասին, երբ այսպես ասած համախոհ ուժերը պատրաստվում են, որպեսզի հարձակվեն Նորմանդիում զորքեր իջեցնեն եւ Ֆրանսիան ազատագրել։ Հիմա կասեմ կապ ինչով է կապում, ինչի եմ ուզում հասնել այս պատվինի պատմություն։ Շատ հետաքրքիր զուգադիպություն էր, այսօր մտածում էի ինչքան նմանություն կար այդ ֆիլմի, այդպես ասած թեմայի մեջ եւ այսօրվա այդ բացատրությունները, որ ներկայացվում են այդ երկրներից օրինակներ բերելով։ Ինչա պատմությունը, հետեւյալն է, որ պատրաստվում են Միացյալ Նահանգները, Անգլիան եւ այդ զորքերը պատրաստում են միասնաբար զորքեր իջեցնեն Ֆրանսիայի ափերին եւ այդտեղից մտնելով վերջնականապես ազատագրեն Ֆրանսիան, բայց կա մի կարևոր խոչընդոտ, քանի որ ծովային եղանակը նկատի առնելով իրենց անհրաժեշտ է օդ երևույթաբանական կանխատեսում կատարել եւ վստահ լինել, որ իրավիճակը ամեն ինչ ասես օդ երևույթաբանության տեսակետից, եղանակի տեսակետից բարենպաստ է լինելու ծովում, երկնքում որպես ինքնաթիռներ կարողանան գան, նավերը կարողանան մոտենալ ափերին եւ դա իրավիճակը հստակեցնեն։ Եվ մի փորձագետ Անգլիայից հրավիրում են որպեսի գա եւ իր գիտական տեսակետը տա կանխատեսումներ կատարի, որ ինչա տեղի ունենալու։ Եվ միաժամանակ կա նաեւ մեկ ամերիկացի օդերևույթաբան, որը ավակնում են, որ ինքը բոլոր պատերազմների ժամանակ ճիշտ է գուշակել եւ գուշակությունները ճիշտ է գերել, եւ ամբողջի հակասություններն է իրենց գուշակությունների։ Այն ամերիկացի օդերևույթաբանը ասում է, որ ամեն ինչը նորմալ է, էսա ես ունեմ այսիշ տարվա քարտեզները օդերևույթաբանական, այսիշ տարիների քարտեզները, որ նույն եղանակային պայմաններում եղել է հետեւյալ, հետաբար կանխատեսումս հետեւյալն է, որ ամեն ինչ խաղաղ է լինելու, ծովում ոչինչ չի լինելու, եղանակը նույնն է լինելու, մինչդեռ անգլիացին շատ հակառակն է պնդում, ասում է, որ այդ ենթադրությունները, որ դու կարել եք մեկ այլ աշխարհամասի ենթադրություններով եք առաջնորդվում, բայց մենք ապրում ենք Եվրոպայի հյուսիսում, այստեղ ընդհանրապես այդ փոփոխությունները լրիվորեն այլ ձևաչափերի են հետևում եւ չի կարելի այդպես հստակ ուրեմն կանխատեսումներ կատարել եւ իհարկե վերջում հիմա եւ իր կանխատեսումներով ասում եմ, ես կանխատեսում եմ հակառակ այդ օրինակներին, որ դուք բերում եք, ոչինչ չի լինելու, իմ կանխատեսումներով այդ օրը հսկա փոթորիկ է լինելու, 3 մետր ալիքներով ամպեր են լինելու, չեք կարող ինքնաթիռ բերեք եւ իդեպ իր կանխատեսումը ճիշտ է լինում, այսինքն իր ասածն է ճիշտ լինում եւ ինչ ասում ես, կարևոր հետեւյալն է, որ երբ ասում են դու ինչա տարբերությունը քո եւ նրա կանխատեսումների, ասում են նա օգտվում է այն քարտեզներից, որ իրեն դուր են գալիս։ Այսինքն ամեն դեպքում մի 4 քարտեզ է հանել, որ այդ 4 քարտեզները ապացուցում են իր ասածը ճիշտ է եւ դրա համաձայն գնում է այդ ենթակացության, բայց օրինակի համար այսիշ թվականի քարտեզներ կան, որ ճիշտ հակառակն են ապացուցում։ Եվ նաեւ երկրորդ պարագայինն է, որ դու չես կարող
մեկ ուրիշ երկրում ձևաչափերով բերես այս երկրի մեջ այդ ձևաչափերը օգտագործես եւ վստահ լինես, որ այստեղ է նույն արդյունքները կտա։ Դու պետք է այստեղի կլիմայական պայմանները նկատի առնես։ Հիմա մեր Հայաստանի դեպքում էլ իրականություն նույնն է։ Հիմա եթե մի հատ այդպես ասած օրինակ, ասենք Վրաստանում պատասխան է տվել, ճիշտ է եղել, խորհրդարան չեն մտել, բայց խորհրդարանը ձևավորվել է եւ աշխատել է, անպայման չի որ Հայաստանում են նույնը լինի։ Օրինակի համար կարող է պատահի Իսրայելում, օրինակի համար ընդդիմությունը չմտնի ազգային ժողով ընդհանրապես չգումարվի, կամ ասենք Իտալիայում այդպեսի մի բան լինի զուտ խորհրդարանական համակարգերում, որտեղ երկրներ հիմա, եթե այդ տվյալները վերցնեն, կարելի է նաև օրինակներ բերել այլ երկրներից, որտեղ ընդդիմությունը մանդատները չի վերցրել, չի մտել ազգային ժողով էլ չի գումարվել։ Այդ օրինակներն էլ կա, հետաբար միայն Վրաստանի տարբերակով առաջնորդվելը չեմ կարծում այս պահին համոզիչ պատճառաբանություն է մանդատները վերցնելու համար։ Նաև այն, որ ամեն դեպքում մենք ունենք մեր յուրահատուկ պայմանները, մեր յուրահատուկ սահմանադրությունը եւ ամենագլխավորը յուրահատուկ մեկ անձնավորություն այն վերևում նստած։ Չեմ կարծում Վրաստանում այդպեսի մեկ անձ նստած լիներ այդ վերևում, ինչ ասենք Նիկոլ Փաշինյանի երևույթն է, որը կարծում եմ արդեն իսկ տվել անցել է Կիմ Ջոնգ-ունին հյուսիսային Կորեային բռնապետական առումով եւ անշուշտ այդ իրավիճակով, որ հիմա կա պատկերացնել, որ ուրիշ երկրներում գործող ձևաչափեր մեր մոտ էլ գործելու են, կարծում եմ սիչին։ Հետաբար առաջարկս հետեւյալն է, որ չառաջնորդվենք այլ երկրներից օրինակներ բերելով, ինչը կարծում եմ համոզիչ չի, բայց շեշտում եմ մանդատներ վերցնելուն ես կողմ եմ, ընդդիմություն եթե գնացել այդ որոշման, ես երկրորդում եմ այդ որոշմանը, փորձ հասկանում եմ իրենց կայացած որոշումը, բայց ասում եմ ժողովրդին պետք է ավելի ճիշտ եւ տրամաբանական բացատրություններ ներկայացնել մանդատները վերցնելով, որպես վաղ եթե ժողովրդից պահանջում եք փողոց դուրս գալ ինչ-որ բան անի, ժողովուրդը վստահ լինի, որ դուք իր հետ անկեղծ եք, օրինակ մանդատը չեք վերցել, որտեղ ձեր թիմի մեջ կա մեկը, որին անհրաժեշտ է այս պահին այդ մանդատը կամ իրեն դուր է գալիս ազգային ժողովում ինչ-որ պաշտոն զբաղեցնելը կամ այդ գումարն է իրեն պետք է ամեն դեպքում այդ իրավիճակից մենք հեռու մնանք։ Ամեն դեպքում շատ ծանր ազգային ժողով է սպասվում։ Ինչ կլինի իմ ազգային ժողովի ձևավորումից հետո։ Հիշում եք նախորդ ազգային ժողովում, հիմա այս փուլից հետո կարևոր է նաև գուշակություն կատարել, որ Նիկոլ ինչ անելու, ԿՊԱ-ականները ինչ են անելու, որտեղ հիմա այս բաժնի վրա իրենք ոչ մի ազդեցություն չունեն։ Կենտրոնական ընտրական ազգաժողովի որոշումն ա եղել այդ մանդատները տրամադրվել այդ մարդկանց, եւ այդ մարդիկ էլ մանդատները վերցնում են, մտնում են ազգային ժողով։ Այստեղ ԿՊ-ն որևէ վերահսկողություն չունի։ Հիշեք նախորդ ազգային ժողովի հենց առաջին նիստից ինչ եղավ, իրավիճակի սրացման գնացին ուրեմն ԿՊԱ-ականները։ Ծես կրտուկ փորձեցին այնպեսի մի հատ իրավիճակ ստեղծել, հենց առաջին օրը ցույց տալ, որ իրենք շատ մարտական են տրամադրված, այն ժամանակ գիտեք մի բան կա, ասում են, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է, ԿՊԱ-ականների մոտ դա միշտ գործում է, այսինքն իրենք փոխարեն նստեն, պաշտպանվեն, տրամաբանորեն իրենց պաշտպանեն, փորձեն ապացուցել, որ իրենք ճիշտ են, հարձակման են դիմում, որպեսզի նախաձեռնությունը իրենց ձեռք լինի, նախորդ ազգային ժողովի փորձից ելնելով հաստատ կարելի ասել, որ այս ազգային ժողովում հատկապես Ռուբինյանի հնչեցած այդ սպառնալիքներով, Վագն Ալեքսանյանի կամ մյուսների կարծում եմ այդպիսի մեկ իրավիճակ է լինելու։ Նախկին ազգային ժողովում դեռ իրենք մասամբ ավելի այդպես թույլ կարգավիճակի մեջ են գտնվում, հիմա շատ ավելի լկտիացած են եւ հետեւաբար կանխատեսելի է, որ առաջին նիստերը չափազանց թեժ են լինելու եւ լուրջ են լինելու։ Ամեն դեպքում մը չեմ ասում ծես կրտուկի են անպայման գնալու, բայց փորձելու են իրենց բառապաշարով, խոսույթով, վիրավորական հայտարարություններով գնալ, այդպես ասած, ընդդիմության ներվերի վրա, անել մի բան, որ նրանց ներվերը տեղիք տալ եւ պատերը իրավիճակը սրել։ Հիմա հիշում եք ազգային ժողովում էլ այդպես եղավ։ Հայկ Սարգսյանը, եթե չեմ սխալվում, վիրավորական ելույթներ ունեցավ Սերան ու Անյանի ասել, մարդն էլ գեներալ մարդ չկարողացավ տանել, ջուրի շիշը շպրտեց եւ այդտեղից ամեն ինչը սկսեց։ Կարծում եմ այս ազգային ժողովում էլ մոտավորապես նույնն է լինելու։ Հիմա մենք ունենք հետարքիր կերպով երկու ընդդիմություն։ Մեկ Հայաստան դաշինքը, որ ունի նախորդ ազգային ժողովի փորձը բարեբախտաբար, մարդիկ ովքեր այդտեղ ներկայանում են այսօր մանդատները գվերցնեն ամենայն ամենականությամբ կմտնեն ազգային ժողով, մարդիկ են ովքեր 5 տարի այդ բառապաշարի հետ արդեն ծանոթ են եւ տեսնում ենք քմծի ծաղով են տանում, պես ասած թքած ունեն հայտարարությունների վրա, ինչ ուզում խոսի վերևը պատկերացնում եմ մի հատ սոխա ոչխարա վերևը խոսի բաբանի վերջացի գացած բան չի պատահելու ամեն դեպքում դրա արդյունքում եւ այդպես են մոտենում թեմային եւ կարծում եմ այդ համբերատարությունը իրաց մոտ ձևավորված է արդեն եւ չեմ կարծում այդքան հեշտությամբ իրենց ներվերը տեղի ա տալու եւ
ասած իրավիճակ գոնե Հայաստան Դաշնքի դեպքում սրվելու է։ Բայց ուժեղ Հայաստանի դեպքում ես մի քիչ բացառում եմ դա, անհրաժեշտ է իրենցից զսպվածություն եւ համբերատարություն թույլ չտալ, որպեսզի իրավիճակը սրվի, որտեվ հիմա ԿՊ-ն ակնկալիք էր, որ ազգային ժողով չի մտնի ընդդիմությունը եւ այդ մանդատները հավանաբար իրեն կբաժանեն կտան այլ քաղաքական ուժերի եւ կձևավորեն ուզած ազգային ժողովը։ Հիմա որ մտել է, իրենց հաջորդ նպատակը լինելու այն ստեղծել իրավիճակ, որը ընդդիմությունը կգային եզրակացան, որ ինքը աներիք չունի ազգային ժողովում եւ հիմա մանդատներ վերցնելուց հետո ինչ որ փուլում կորոշի մանդատները գցի դուրս կա ազգային ժողով, ասի էլ բավական է, չեմ կարող համբերել այս ազգային ժողովում, թողնեմ դուրս գնամ։ Դրանից հետո արդեն իրենց համար ճանապարհը հարթել է սահմանադրական դատարանի միջոցով, շեշտում եմ, հիշեք Նիկոլ Փաշինյանի հետ գործ ունեք, որ գրեթե արդեն նմանում է Կիմ Ջոնգ-ունին, որը բանով չի տարբերվում, հետաբար դժվար չի իրենց համար ամեն ինչ անել։ Հիմա հաջորդ փուլում ես իմ կանխագուշակում լինելու հետևյալը, որ կանխատեսում, որ գնալու են այդ ուղղությամբ, փորձելու են իրավիճակը սրել եւ իրավիճակի սրմամբ հասնել նրան, որ ընդդիմությունը մանդատները պետք է ուրեմն վայր դնի։ Բայց ամեն դեպքում կարծում եմ պետք է ամբերատար լինել, սпасել մեկ պատեհ առիթի եւ այդ պատեհ առիթը կարելի է օգտագործել իշխանապողության համար եւ պետք է նախաձեռնությունը լինի ընդդիմության ձեռքում իրավիճակը ծանրացնելով իշխանությունների համար եւ անել այնպես, որպեսզի իշխանությունը լինի այն հատված, այն մարդով մանդատները վայրադրնում, թքած ունենում, ասում չեն կարող էլ ազգային ժողովում իմ նպատակները իրականացնել, Ալիևի պահանջները իրականացնել, գնանք արտահայտ ընտրությունների, գնանք նոր ընտրությունների եւ ինքը որոշում է լուծարել ազգային ժողովը, ասենք նոր ընտրությունները նշանակում հիմա դրանից հետո արդեն մենք հետո մեր անելիքների մասին պիտի սկսենք մտածել։ Վերադառնամ այդ ֆիլմի պատմությանը, որ նշեցի, հիմա այդտեղ մի հետարքի դրվագ կա, որ էլի համընկնում է մեր այսօրվա իրավիճակին։ Այդտեղ ծովի եղանակը վատանում է, ուրեմն իրենք պատերահարցակումը նախատեսել էին հունիս 5 1944 թվականի համար երկուշաբթի առավոտյան պետք է այդ հարձակումը տեղի ունենար, անյացի օթևութաբան ասում է այդ օրը հնարավոր չի, չեք կարող անել, 15 օր պետք է սպասեք, մինչև որ իրավիճակը պարզվի եւ դուք կարողանաք հարձակում անել։ Բոլորը հիասթափվում են, ասում են 15 օր ոնց մնանք 100,000-ով ուժեր ենք բերել այստեղ, հնարավոր չի, արդեն բոլորը գիտեն հարձակում լինելու, արտահոս կլինի, գերմանացիները կպատրաստվեն դրա համար։ Ու ինչ է տեղի ունենում։ Նույն այդ անգլիացի օթևութաբանը քարտեզների վրայից կարողանում է գուշակել, որ կարիք չկա մի 15 օր սպասել։ Երեքշաբթի առավոտյան մի փոքր օթևութաբանական իրենք ասում են ընդմիջում այդպիսի բան է լինելու։ Ասենք մի կես օրով եղանակը բացվելու է, իսկ այդ կես օրվա եղանակի բացվելը քեզ հնարավորություն է տալու հասնես քո նպատակին եւ հարձակում իրականացնես։ Եվ այն հարձակումը պիտի լիներ երկուշաբթի հունիսի 5-ի 1944 թվականին, տեղի ունենում երեքշաբթի հունիս 6 1944 թվականին, համախոհ ուժերը Միացյալ Նահանգները եւ այդպես ասած անգլիացիները կարողանում են իրենց զորքերը իջեցնել Ֆրանսիայի ափերին եւ այդտեղից սկսվում է Ֆրանսիայի ազատագրումը։ Խոսքս ինչ է։ Ամեն դեպքում այո, այսօրվա տվյալներով մենք պարտավոր ենք գուցե 1 տարի հավանաբար լավագույն դեպքում սպասել մինչև ասենք այդ համանդրական հնարավորություն ստեղծվի impeachment, բայց ինչ գիտեք վաղը մյուս օրը ինչ որ եղանակային ընդմիջում չի լինելու ընդդիմության համար, բոլորիս համար, որպեսզի այդ հնարավորությունից օգտվենք եւ այդ մանդատները, որ կա ազգային ժողովում ընդդիմության ձեռքում, նեղ վիճակի մեջ դնի Նիկոլ Փաշինյանին, տանի հասնի այնտեղ, որ ինքը պարտավոր լինի կամ հրաժարական տա, կամ գնալ այդպես ասած ինչ որ լուծման, որը նոր հնարավորություններ կստեղծի մեզ համար։ Սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ այս Facebook-յան լայվի ընթացքում։ Դες է Ռոբերտ Մարգարյանը, Կաֆե Պոլիտիկ հաղորդաշարի 30-րդ համարից։ Ասեցի սկզբում բացատրեցի, թե ուշ միացակ, իմ լայվերս վերադառնում են Facebook, բայց այս լայվը, քանի որ Facebook-ը իր նոր ձևաչափերով հեռացնում է միաժամանակ հետո լայվերը, տեղադրելու եմ որպես տեսագրություն նաև YouTube-ի ալիքում, կարող եք հետո գնալ YouTube-յան ալիքում, հետևեք այս հաղորդմանը, շնորհակալ կլինեմ, եթե ձեր ակտիվությունը տեսնեմ այս էջի տակ, ձեր լայքերը, ձեր կոմենտները, նաև եթե կիսվեք այս տեսագրությամբ, կօգնեն, որպեսզի ավելի շատ մարդու հասանելի դառնա այս լայվը։ Շեշտեմ ձեր ժողովուրդ հիասթափվելու, հուսալքվելու ոչինչ չկա, պայքարի այս փուլում մեջ չի աջողել, ցանկացած պայքար ամեն դեպքում իր մեջ ունի նաև ձախողման հնարավորություն, կարևորը որ դու քո ձախողումից դասեր քաղես եւ գնաս դեպի հաջողություն, սпасելով մի պատեհ առիթի, որը հույսով եմ կամ կարծեմ վստահ եմ, որ շատ չի ուշանալու եւ մենք դրան հասնելու ենք։ Շնորհակալ եմ։